ջան, փայ բուհում հավիկներ ջան։ Ձեր փայը բերել եմ։ Բարի լույս սիրելի հետևողներ ջան։ Ուշեղ արևատուս եկել, պայծառ, տաք։ Գնացել կերը տամ։ Տաթև ջան, դու են շների կերը դու ազիս ջան։ Սորցես դուշ չտիմ հանել։ Սորտունար ասկին քավել իրան, սիրելի հետևողներ ջան։ Թորերը տան ուտ են հավավեն։ Արդեն ստյան ցեխը ցմակում է, սորել որ սենց լավ արև ատուս եկել, ստի լավ կչորանա։ Իրանց բատ չեմ թողում, քանի որ համ գնալ դեմ գործից հետո էլ գնալ դենք մեր բարեկամների տուն, նշելու սիրո տոնը։ Լավ կերեք, գնացել կերեք։ Այս կողքի վրայի լցնեմ, արի հավիկ մավիկ, չատիկներ, սիրուններ, ես եվ տիք ծուացել։ Գնակեր, գնացեք կերեք ձեր ճաշը։ Տաթև ջան, քանի արև ադուս հանի իրանց մանգան։ Հա, զանգի։ Տաթևս այսօր արդեն իրան ավելի լավ ազգում, յուղի մաքուրոտ, սիրուն բնություն, մամայի ջերմություն։ Ահա, այս աջուրն էլ բերեմ լցնեմ։ Զանգի, գնա չմտնես, բասի, եկեք մի հատ հետևորդներին ցույց տամ, զարի զանգի, քոթոտիկներ, ես իմ զանգին ու զրանգին են, սրել հետևորդներ ջան, արևն ենքան ուժեղ է, որ ես հենց մի տեսակ էկրանի վրա է անգել, իմ մոտից մի քիչ մութ է երևում, չգիտեմ թե արևի շողքերը, ես ինչեր են անում, սիրո տոնը շնորհավոր, լինեք սիրված, լինեք հարգված ամբողջ կյանքում, սիրելի հետևորդներ ջան, այսօր ամբողջ աշխարհը նշվում է Վալենտինի օր, ամբողջ աշխարհում սիրո տոն է նշվում այսօր, սերը տարբեր հասկացություններով կարող ենք հասկանալ, ասենք մայրական սեր, հայրենիքի սեր, զույգերի սեր, սերը բնության հանդեպ, սերը աշխարհի հանդեպ, սերը կենդանիների հանդեպ, սիրելի հետևորդներ ջան, այդ տեսեք թե ես այս փոքր գանձուկներին ոնց եմ սիրում, ոնց եմ խնամում, այդ ամեն ինչի մեջ ես սեր եմ ներդրել, չէ, սերը զորավոր է, եղեք միշտ սիրված, միշտ սեր ունեցեք ձեր սրտում, ձեր հոգում, հա, ուզում եք գնաք բազբզեք, դե գնացիք բազբզեք, ես էլ ջուրը տամ իմ հավերին, ճոտերին, Տաթև իրանք ջուր է ես տվել, դե տարի իրանք ջուր դուր, ես ծորենի վեդրոն ստի դնեմ, թրջում են վրա հետ, լավ ես ես ատուգամ կտամ, հա, կերը դեր չեն կերել, հա, կերը չեն կերել, դրա մայլ թենց ծեներ էին հանում, ես այրանք ջուրը տամ մի հատ, ստի մի հատ մեծ լավան են գրել, մանավան որ արև ալում, շատ են ջուր խմում, այս ցեխն էլ որ ցմաքի է, լավը գլի արդեն, կոկոկոկո, ձեզ այսօր թաղած են պահելու, կգնամ գործի կգամ, հետո կգնանք մեր բարեկամների տուն, այդ ընթացքում իզ մեքենայով կբերեն լավ գիտեմ, կգամ իրիկվա կուտը կտամ, նենց որ իրան չեմ թաղում, կան չտաթև ջան, հրատեն ավստի ծու են ածեն յաշիկ էի դրել խոտով, Զանգի
գնացել հավերս։ Հեսա։ Այս լավ օրով սիրելի հետևորդներ ջան, հավերս ձու են ացել։ Առաջի ձունը սիրո տոնին, հավերս ինձ սիրո պատասխանը հետ են վերադարձրել։ Այդ հենց անպատասխան չմնաց իմ սերը իմ կենդանիների հանդեպ։ Հեսա դուրը փակեմ։ Դե լավ ապրեք իմ հավիկ մավիկ, տենաս որ միննացել, ես որի կատարնա կարմրել։ Այս են սիրելի հետևորդներ ջան, միշտ էլ մարդը եթե սիրում է, այդ սիրո պտուղը անպայման ստանում է։ Ճիշտ է, ես այս պահին իմ սիրո պտուղը իմ հավերի ծվի տեսքով ստացա, բայց թե դե գիտեք, որ իմ այսքան չարչարանքի արդյունքը նաև ես ստանում եմ, փառք Աստծու, գոհ շնորհակալ եմ, իմ աշխատանքի արդյունքի համար ես շնորհակալ եմ, միշտ և միշտ, զանգում են, միշտ ակլորներ են գալիս, տանում, վաճառում եմ, նաև անուշ են քանում, իրենց համող միսը, հիմա էլ արդեն կսկսենք ձուն անուշ անել, զանգի գնա խաղա, էսա քեզ մի քիչ հետո, որ ես կգնամ գործի, սիրելի հետևորդներ ջան, հա, գործից հետո արդեն չգիտեմ ոնց կդասավորվի, կգամ տուն, նոր կգնանք բարեկամների տուն նշելու սիրո տոնը թե ոնց, չգիտեմ թե այնտեղ ոնց կդասավորվի, ամենայն դեպս կփորձեմ հնարավորինս կադրերը ստեղծել, հետարքիր պահերով ձեզ միանալ, ասեմ, որ երեկ էլ գնացել էի վարսահարդարի մոտ ու մազերս արդեն հարդարել եմ։ Այս պահին իմ էկրանը իմ համար այդքան էլ լավ չի երևում իմ կողմից, չգիտեմ թե հետո իմ այս նկարահանումը ոնց կդասավորվի, ամեն դեպքում այսօրվա արևը յուրահատուկ ջերմացնող արև է ու այդ ջերմությունը ձեզ եմ փոխանցում։ Դե գնամ պատրաստվեմ, որ գնամ աշխատանքի, սիրելի հետևորդներ ջան։ Շնիկներն էլ զանգին ու զրանգին մի քիչ կվազվզեն, տաթևը կխաղացնի իրանց, մինչև որ ես գործից կգամ, տաթև լատեսեն ինչ ա գտել են, ինչ ա տանում։ Ես գիտեմ թե ինչ ա տանում, որ սիմինդը ձեռիցս վեր ընկավ, այդ կոտրոնջն ա հանարել։ Հլա։ Այն որ շների վրա փետ են գցում, հետո ասում են գնա բեր է, այդ տոշնի թենց ա։ Դե լավ տաթև ջան, ես գնամ չուշանամ գործից։ Դու էլ զանգի ու զրանգի հետ մի լավ խաղացեք, եղանակը լավն ա։ Սիրելի հետևորդներ ջան, աշխատանքից տուն եմ եկել, կանաչիներ եմ գնել մանդարին, այստեղ արդեն տաթևս մրգեր ա լվացել ու կոֆեն ուզում եմ ես էփեմ, համել ձեր հետ կզրուցեմ, տաթևն էլ զանգի ու զրանգի հետ դրսում ա, արևային եղանակը շարունակվում ա, այստեղ հեսա մանն եմ բերել, որ մրգերը այստեղ դասավորեմ, որպես սիրո տոն, այս սիրուն բաժակներն եմ բերել, որ սրա մեջ կոֆե եփեմ, ծաղիկներով, գարունն եմ մոտենում և համահունչ է, բայց հիմա նաև ուզում եմ ցույց տալ այս իմ սիրունս կուտեղը Վալենտինի նշանով, ամեն մի փոքր բանով կարող ենք չէ մեր սերը ցույց տալ, մեր սերը ապացուցել, հենց հասարակ բաներով սիրելի հետևորդներ ջան, միշտ և միշտ եղեք սիրված, սիրո հանդեպ եղեք շատ ուշադիր, սերը շատ նուրբ զգացողություն է և պետք է սիրո հետ զգույշ վարվել։ Հիմա արդեն կոֆեն լցնեմ, եփեմ։ Սիմոջկան ինձ հետ ա մնացել տանը, ինձ թվում ա, փորձում ա մտնի այստեղ, դուրը ճրճրացնում ա ոնց որ։ Այսպես, արագի մեջ եկել եմ, կազմակերպել եմ այդ ամեն բանը, որ հասցնեմ նաև տան գործերը մի քիչ որոշակի անեմ ու նոր կիշնենք ներքև, տաթևը իր մեքենայով չի եկել, այս անգամ սիրելի հետևորդներ ջան, ու արդեն կգամ մեքենայով մեզ կտանեն։ Մինչև այդ ամենը մի հատ մայրու աղջիկ էլի կոֆե խմենք, շնայած գիտեմ, որ այնտեղ հյուրասիրությունը մեր համար ինչքան հաճելի են կազմակերպում։
Բայց քանի որ ժամանակ ունենք, արժե որ մի հատ դրսում մի փոքր նստել։ Ամել տաթևոս կարոտը կառնի հայրական տնից, մայրական տնից։ Այս ընթացքում իհարկե բոլորս շնորհավորանքներ ենք ստանում, ինչև կոֆեն կերպի նախ եւ առաջ ուզում եմ կանաչին հանել։ Կանաչիներ էի վերել, որ այդ մսերը մշակեն առանց կանաչու, առանց համեմունքի, ոչ մի ուտելիք համով չի լինում, խառը կանաչի, ամեն ինչ կա, կանաչիների թավուհին, ռայհանը, պետրուշկա, սամիտ, հանեմ, այստեղ հանեմ, թարխուն եմ վերել, սիրել հետևորդներ ջանամ շաբույր, այստեղ կոֆեն եմ վերել, ընտիր և կանոց սող, այստեղ առայժմ կմնա և մանդարիններն էլ կհանեմ, մանդարինները առայժմ ես կոմ և միրգը սկսեմ կտրել, միրգը բացված է, պատրաստ է, ուրեմն այս բարակ դանակով ավելի լավ կկտրվի, գրեյփֆրութն եմ վերցնում սկզբից, երկու կողմը կտրում հեռացնում, իր այն կեղևային մասը մի քիչ հաստա լինում, չէ՞։ Այսպես, կոֆեն արդեն սկսեց խշխշալ, սիրում եմ, որ այսպես գիծ եմ քաշում և կլոր կտրում։ Տաթևի սիրելի միրգն է գրեյփֆրութը, հայրենով թուրինջ, սիրունա չէ, այդ անունները երբ որ ընդհանրապես երբ որ հայրեն է հնչվում, ամեն ինչի անունը հայրեն է հնչվում, մեր հայրենը շատ սիրուն է, Աստծո պարգև է մեր հայրենը, սիրելի հետևորդներ ջան, սիրենք մեր լեզուն և կոֆեն եփվեց։ Առայժմ չեմ լսում, քանի որ եղանակը արևային է ու դրսում կնստենք։ Այսպես։ Այս երկու կտորը մի կողմ առայժմ և կիվիները մաքրեմ, որակը շատ ընտիր, արդեն այստեղ մի անգամից այստեղ եմ ուզում կտրել, այս սևով շատ հարմարավետ է լինում, դասավորելը, կարմիր խնձոր, արագ շերտերի բաժանեմ, նուրն էլ կբացեմ և արդեն կոֆեն կվերցնեմ ու կգնանք ես ու տաթևը դրսում կվայելենք մեր կոֆեն։ Գեղեցիկ դասավորություն եմ ուզում տալ, ամեն ինչից մի քիչ և մրգային փունջ է ձևավորվում։ Ու մի հատ էլ կիվի մաքրեմ։ Ես ջազվան կոֆեն տաքությունը լավ պահում է, մինչև կտանեմ կլսնեմ արդեն խմելու աստիճանի կգա։ Եվ նորից այս ձևով գույների սիրուն համադրություն առաջացավ։ Տաթև խաղում աշների հետ և հիմա կմնա նուրը։ Հիմա նուրը բացեմ։ Լավն է, կարմիր նուրը։ Ես էլ կբացեմ, առանձին կդասավորեմ։ Այսպես։ Այս վերևի մասը հանում եմ, որ ավելի սիրուն բացվի։ Բատը չի, լավն է։ Ընտիր։ Ահա խնդրեմ, սիրել հետևորդներ ջան։ Ես էլ ես մի կողք կդնեմ, բաժակների մոտ և տեղավորվեց։
Մի քիչ էլ էստեղ շուրջս հավաքեմ ու գնամ։ Մի հատ էլ մանդարին բացեմ։ Այո։ Շատ սիրուն ստացվեց։ Ես ինձ սիրուն սարքել եմ Տաթև ջան, գնանք խմենք արևտեղ տեղը։ Գնացինք։ Hey, վել ես ուզում, ես կուտելու չի, զանգի, չէ, ես ոնց անենք, որ սրանք մեզ չխանգարեն, չեղավ, ուստա, այսինց անենք, ուտեն, կործեմ իրանց էլ միրք տալ, չի կարելի, Կոֆեն լցնեմ, քանի շատ չի հովացել։ Կստիկըտ վերել է։ Կստիկըտ։ Ինչ։ Իմ շատ սիրելի հետևորդներ ջան, մենք արդեն եկել ենք մեր բարեկամների տուն։ Ինձ հետ քաղցր էի վերցրել, բոմբոներկա էի վերցրել, որը Սաթենս էր ուղարկել նոր տարվա առիթով, եւ ես էլ պահում էի այսքան ժամանակ էլի լավ առիթի համար բացելու։ Հիմա արդեն բացեցի, շատ ճոխ է, շատ ընտիր է, համին ծանոթ եմ, գեղեցիկ ձևավորված, գեղեցիկ դասավորված է ներսում։ Կոֆեն արդեն Տաթևս եփել է եւ հիմա խոհանոցում է։ Իր հետ Երևանից անանաս էր բերել։ Golden տեսակի անանասն է եւ հիմա կտրում է։ Տեսնեք միջուկը ինչպիսին կլինի։ Ձայնս երբեմն կորչում է այդ գրիպի պահով, դեռևս մի քիչ այդ գրիպի հետքերը կա եւ խոսալու ընթացքում երբեմն ձայնս կորչում է։ Այս պահին ես էլ ընդհանուր ձայն անջատել եմ, քանի որ բարեկամներով զրուցում ենք, քանի որ Տաթևս ուշուշ է գալի ու բոլորս էլ տեղը տեղին կարոտում ենք, բայց ես չեմ մոռացել փոքր կադրերով ձեզ միանալ, որպեսզի դուք էլ ձեր օրը դարձնեք հետարքիր ինձ հետ միասին։ Ձեզ էլ ինձ հետ բերել եմ իմ բարեկամների տուն, այս պահին միասին վայելելու, միջուկը շատ հրաշալի է եւ անուշ բույրեր են տարածվել։ Հիմա Տաթևս մինչեւը կմանրացնի, նաեւ ասեմ, որ բացի այն, որ մենք զրուցում ենք, նաեւ հաճելի թեթև երաժշտություն է միացրած եւ նաեւ երաժշտությունն ենք վայելում, որը նույնպես YouTube հարթակը թույլ չտալիս կողմնակի երաժշտություն տեղադրել մեր վլոգների մեջ։ Ահա խնդրեմ սիրելիներս, շատ հրաշալի է միջուկը, բույրը անմահական, լավ հասած է, լավ դեղին է, պարտադիր այս իր միջուկը հանվում է այն կոշտ հատվածը, որից հետո արդեն շերտերի կբաժանի Տաթևը։ Շատ մարդիկ կան, որ կեղևազրկում են եւ այդպես են մատուցում, մենք բոլորս այս տարբերակն ենք սիրում, մանր կտրատված, իր կեղևը ոսկե գույնին խփող, իր վրա շատ հաճելի եւ հարմար է օգտվել ու անուշանել։ Իմ շատ սիրելի հետևորդներ ջան, չմոռանաք բաժանորդագրվել, լայքել, տարածել եւ ջերմ տողեր ուղարկել։ Դրանով շատ օգնած կլինեք իմ ալիքին տարածվելու, որ շատ մարդիկ տեսնեն, շատ մարդիկ իմանան իմ տեղը, որպեսզի իրենք էլ ձեր նման իրենց օրը դարձնեն հաճելի եւ իմ YouTube-յան ալիքը զարգանա եւ տարածվի։ Չմոռանաք խնդրանքս։ Ահա հիմա սիրելի հետևորդներ ջան, մի մասը որ կդասավորի գեղեցիկ ափսեի մեջ, նաեւ ասեմ, որ ադիբուդի ենք պատրաստել մեր սուրճի սեղանի համար։ Մինչև որ տղամարդիկ կգան, կկազմակերպեն խորովածի գործը եւ խորոված ենք անելու։ Մեր սիրո տոնը շատ շքեղ ենք ուզում նշել։
Եվ շատ հաճելի ժամանակ ենք անցկացնում այս պահին, լավ ջերմ մթնոլորտ է մեր մոտ, եւ կամաց արդեն կմոտենանք սուրճի սեղանին մյուս սենյակում, այս պահին խոհանոցում ենք, հիմա գնանք հյուրասենյակ, ահա Տաթևս բերում եւ մատուցում է ամեն բան, մենք էլ վայելում ենք այդ լավ պահը, վայելում ենք մեր Տաթևի ներկայությունը, այսպես այդքան էլ ցուրտ չի, սիրելի հետևորդներ ջան, ինչքան ժամանակ է դրսում էինք, կամաց տուն են գնացել, ես էլ ասեցի մի երկու խոսք զրուցեմ ձեր հետ, արդեն տեղին մթնել է, կոֆեն խմելուց հետո լավ ժամանակ ենք անցկացրել, միմյանց ջերմ խոսքեր ենք ասել, լավ ենք զգացել մի խոսքով, հիմա պատրաստվում ենք արդեն սեղան բացել, խորովածի կրակն ենք վառել արդեն ու տեղին արդեն վառվում է, ասեմ, որ այստեղի լույսը սենսորային է ու ասենք դե գիտեք սենսորային լույսերը ոնց են, չէ, տատանումներից միանում անջատվում, եկեղեցին է այդտեղ, մեր Սուրբ Սարգիս եկեղեցին է, բարեկամներիս տունը այստեղ է գտնվում եւ եկեղեցին բարձ երևում է դիմաց, խորովածի կրակը տեղին արդեն ճկճկալ է, վառվում է, սիրուն տեսարանով, ահա այստեղ, ես էլ արդեն գնամ տուն, օգնեմ սեղան բացելուն, ես էլ ինչ-որ մի գործ անեմ և գործը առաջ գնա, որպեսզի միասին սեղան նստենք, կրակը լավ է, շատ լավ է, մի հատ էլ կվերանայեն իրեն, կգան կվերանայեն, հետո արդեն խորովածն էլ կլինի, ես եկա, սիրելի հետևորդներ ջան, միսը արդեն շարված է շամփուրների վրա, տեղին անտիր, ուստեղ այս քոթուկի վրա եմ դնում, ես էլ մի բանով օգնեցի, ձեռքս գործի գցեցի, սիրելի հետևորդներ ջան, քանի որ գիտեք, որ ես էլ նման գործերի մեջ կամ, հավեսով եմ նման գործերում ու ինձ մոտ ստացվում է նաև, բայց այս անգամ ես չեմ անելու խորովածը, իրենք կանեն խորովածը, ես էլ կողքից ինձ լավ կզգամ։ Դե ես նորից գնամ վերև եւ իմ զրույցը շարունակեմ իմ բարեկամների հետ, Տաթևս էլ է վերևում, մի խոսքով հավաքվել ենք սիրո տոնը նշելու եւ գնամ իրենց մոտ, սիրելի հետևորդներ ջան, իսկ խորովածը արդեն տղաները կանեն։ Արդեն շախշն էլ է էլի լավ, սպղին ա տալիս։ Կարտոշկայել ենք շարել, սալով արանքներում դրված, ու այս ենք ընտիր, միս ենք շարել, տնական խոզի միսը։ Ես իմ ոտի առաջն եմ նայում, ու գնամ վերև արդեն, շատ հավես տեղ է, սիրելի հետևորդներ ջան, հատկապես այս քոթուկների մասը, տաք եղանակներին ստեղ նստենք ու կոֆե վայելենք, դե բարձրանամ, եկա, ինչ, հա, բաչ նկարեմ իմ հետևորդների համար, մեր ուրախությունը կիսենք, ուրախությունն էլ են չէ կիսում, միշտ և միշտ։ Սոխնել ես լցնում, տեսոխնել լցրա, ընտիրա։ Սիրո բարված խորոված, սիրո տոնի, սիրո բարված։ Բարևում եմ բոլորից, սիրելի հետևորդներ ջան, հաջորդ օրն է, նորից եկել ենք մեր բարեկամների տուն և արդեն պիտի ճանապարհենք Տաթևին։ Ասեմ, որ արդեն իսկ ճանապարհել ենք և ահա այն ճանապարհով, որ պիտի գնան
այստեղ կանգնած սպասում ենք, մինչև որ վերջին պահին մեքենան գա անցնի, մի հատ էլ ձեռքով ենք անում, քանի որ իրենք մեքենայից են նայում մեզ և գիտեն, որ մենք այստեղ կանգնած սպասում ու ճանապարհ ենք դնում, այստեղից նույնպես շատ հրաշալի տեսարան է բացվում, նույնիսկ լալվարսարն է երևում այնտեղ հեռվում, բայց քանի որ սպիտակ է, ամպի համադրության հետ չի երևում ձեր համար, ինչևէ, արդեն ճանապարհել ենք Թաթևին, բարի ճանապարհ ենք ասել և հիմա այստեղ մի որոշ ժամանակ սպասում ենք, երկար նայում ենք այդ ճանապարհին, որ շատ շատերին բերում և տանում է, թող որ բոլորը բարով գան և բարով էլ գնան։ Այսպիսով ավարտեմ այս իմ վլոգը նվիրված սիրո տոնին, նորից ու նորից լինենք սիրված մեր ամբողջ կյանքում, սիրենք և սեր տարածենք։ Մինչ հաջորդ վլոգ։